Քրիստոսի սիրով ողջույն ձեզ։ Այսօր մեծ պահքի 16-րդ օրն է եւ օրվա ընթերցումով պայմանավորված եկեք խոսենք հավատի մասին։ Ինչ է հավատը։ Հավատը տեսանելիից այն կողմ անտեսանելին տեսնելու կարողությունն է։ Հավատը ինչ որ մեկի նկատմամբ անվերապահ վստահությունն է։ Անշուշտ մարդիկ կարող են իրենց հավատքային կյանքում ինչ որտեղ թերանալ, ինչպես օրինակ կասկածեց Պետրոս առաքյալը, երբ քայլում էր ծովի վրայով, կամ ինչպես Թովմասը, որ չհավատաց այն մարդկանց, որոնք ասացին, որ տեսել են հարության Քրիստոսին։ Սակայն Աստծո հանդեպ հավատը չի կարող շարունակ տատանվել։ Ըստ իս հավատի մասին ամենադիպուկ նկարագրումը տալիս է Պողոս առաքյալը այսօրվա ընթերցման մեջ։ Ինչ է հավատը, եթե ոչ հուսացյալ բաների հաստատումը եւ ապացույցն այն բաների, որոնք չեն երևում, քանզի նախնիները հավատով վկայություն ընդունեցին։ Հավատով ենք իմանում, որ տիեզերքը ստեղծվել է Աստծո խոսքով, անտեսանելի բաներից տեսանելի դառնալով։ Հավատով Աբելը Աստծուն ավելի լավ զոհ մատուցեց, քան Կայենը, որով էլ վկայություն ստացավ, որ արդար է, քանի որ նրա մատուցած զոհերի համար նրան վկայություն տրվեց Աստծուց։ Նա թեպետև հավատով մեռավ, սակայն խոսում է դեռ։ Սիրելիներ, տարածված թյուր կարծիք կա, որ հավատը թույլերի համար է եւ որ ուժեղները կարող են իրենց խնդիրները լուծել։ Այս ընկալումը, այս մոտեցումը միանշանակ ընդունելի չէ, որովհետեւ հավատացյալ մարդը այն հզոր եւ այն ուժեղ մարդն է, որ կարողանում է զղջալ եւ խոստովանել իր սխալները եւ միևնույն ժամանակ ներել եւ ներում խնդրել մարդկանցից ու Աստծուց։ Ինչպես կարող է այդ թույլ մարդը տարվա կեսը շուրջ 158 օր պահք պահել, հրաժարվելով զանազան հաճույքներից, հանուն իր կյանքի գլխավոր նպատակի՝ հոգու փրկության։ Սրանից բացի, միթե անհավանական քաջություն չունեին հավատքի համար մարտիրոս նահատակները, որոնք չորացան իրենց Աստծուն, այլ կարողացան իրենց բարեկեցության, իրենց երջանկության փոխարեն արժանանալ հավիտենական երանությանը։ Հետևաբար, սիրելիներ, այս կյանքի նեղությունների եւ դժվարությունների մեջ խնդրենք Աստծուն, որպեսզի առավել զորացնի մեր հավատը, որպեսզի կարողանանք աստվածահաճո կյանքով ապրել։ Ապրել հավատքով, քանի որ հենց հավատքն է, որ լցնում է աշխարհը բարությամբ եւ երջանկությամբ։ Աստված պահապան ամենքիս։